շատ խոսվեց, որ 12-13 միլիոն դրամով վարձակալած տարածքների մասին, հա, ուզում եմ հետաքրքրվել այդ տարածքները, այդ գումարները մենք ենք վճարել բաժանորդները, ինչպես պնդում են, թե ընկերության սեփականատերը։ Այս դեպքում ես մամուլին հետևելով ժամանակավոր կառավարիչը այս մասին խոսելով սակագնի ազդեցության վրա ինքը որևէ հայտարարություն չի արել, բայց չեմ հասկանում, թե լրագրողների եւ թե որոշ ընդդիմախոսների մոտ որտեղից է առաջանում այդ հարցադրումը, որ սակագնի վրա ինքը ազդել է, թե չի ազդել։ Այս դեպքում պարոն Պետրոսյանը նման պնդում չի արել, որ սակագնի վրա այդ գումարները ազդում են, պարզապես ներկայացրել է իրավիճակը, սակագնի հետ կապված ինչ հարցադրում կա։ Ով է հայտարարում։ Իշխող ուժի ներկայացուցիչները։ Այտենց չէ, կոնկրետ ասում եմ, պարոն Պետրոսյանը այդ մասով ընդամենը ներկայացրել է, ինչ է տեղի ունեցել։ Պարոն Պետրոսյանը այդ ավտոկայանատեղերի մասով, որքանով որ ես եմ տեղյակ, եւ կարծեմ թե ճիշտ եմ տեղեկացված, ոչ թե կարծեմ թե այլ վստահ եմ, որ ճիշտ եմ տեղեկացված, ինքը սակագնի հարց այդ մասով չի բարձրացրել։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։